Արգենտինայում այսպիսի մի ֆուտբոլային թիմ կա, կոչվում է Դեպորտիվո Արմենիա, ապրիլի 24-ին հրավիրում է երթի դեպի Բուենոս Այրեսի թուրքական դեսպանի նստավայր, Արգենտինա, իսկ Հայաստանում տականքապետը 25-ին հրավիրում է խորոված ուտելու, ինքը մտածում է Հայաստանի քաղաքացին, դա փողոցում խորոված անողն է, ավանդական, լսեք, հասկանում եք մեր գնահատականը սրա վերաբերյալ ինչը, որ մենք ստամոքսով, փոշու մեջ, կեղտի մեջ մենք այդ ազգն ենք, ինքը չի մտածում, որ դա մեր երևի մի քանի հոգու, ոգի սրտի բանն էր, որ այդ օրերին Սերժից պրծնելու համար իրանք անում են, այդ ճիվաղ, երբ որ քեզ կթաղենք ազգով, չկասկածես, անես մի հատ ինքնաբուխ, ոչ թե Երևանում, ամբողջ աշխարհում, որտեղ հայկական օջախ կա, այդ օրը կարող ենք օնլայն ապացուցել մեկս մեկի, որ բոլորիս համար այդ օրը լավագույն օրն է մեր, եւ սեղանները փողոցներում է գցած, ոչ թե արհեստական, դու որոշես ցեղասպանության հաջորդ օրը խորոված փառատոն, քաղաքացի տոն, ոչ քաղաքացի, Են որ իր կարծիքով դու բաղուս պետք է գնդակահարված լինեի պատի տակ, բայց քանի դեռ դուբինք են ձեռը տա, այդ քաղաքացին ծեծարով լսում ես բանտերը, այդ քաղաքացու մասին է խոսքը, թե քո այն անասնահոտի, որ ամեն ինչում համաձայն է քո հետ։ Հայաստանում քաղաքացի չկա, որ քո հետ համաձայն լինի, որտեղ ով քո հետ համաձայն է, նա արդեն քաղաքացի չի։